Փառք Տիրոջ սիրելի երեխաներ, փառք Տիրոջը։ Ուզում եմ ասեմ չեք հավատա, բայց համոզված եմ, որ հավատում եք այնքան լավ է, որ մենք Տիրոջ տանում ենք։ Ու այս հնարավորությունը ունենք Տիրոջ տանը խորհենք իր խոսքի մասին, աղոթենք իրան։ Չգիտեմ ինչ ժամանակներ են սպասում սիրելի երեխաներ, բայց ես 20 թվականից հետո, այդ պանդեմիայից հետո հատուկ եմ գնահատում ամեն հավաքույթի օրը, որ մենք ունենք, որովհետև այն ժամանակ շատ դժվար էր հավաքվելը, շատ դժվար էր ամեն ինչ անելը, պարտիզանների նման հավաքվում էինք, մեր քաղաքները Մելիուսկու մեր տաղ ու Սալավատ 150 մետրից են կողմ քո հասցեից, եթե բռնում էին ու սաղ քաղաքի մեջ պատրուլը ման էր գալիս, եթե բռնում էին պետք է ապացուցես, որ ինչի ես դու գնացել։ Բայց մենք տնային հավաքույթների տեղը քույր եղբայրները մի 5 հոգով, 6 հոգով, մոտակա շենքի մոտ պարտիզանների նման գնում էին, հավաքվում, միացնում էին ուղիղ եթերը ու այդ ձևով իրար հետ էլի միացած, իրար հետ, որ ծորտերն ասում է 2-3 հոգի հավաքվեն իմ անունով, այդ ձևով աղոթում էին, փառաբանում էին Տիրոջը, կամաց երգում էին ու այդ ձևով հետարքի ժամանակներ էր։ Չգիտեմ մենք ինչ է սպասվում, ընդհանրապես ես այդ մասին քանի անգամ կիսվել եմ, Աստծոց ուղարկած կամ թույլ տված փորձությունները երբեք չեն կրկնում։ Երբեք։ Միշտ ես արդեն մոտ 36 տարի հավատքի մեջ եմ, ինչքան ուզում եմ հաջորդ փորձությանը պատրաստվեմ, չեմ կարող պատրաստվել, որովհետև ընենց է գալի ու ընենց կողմից է գալի, ընենց ժամանակ, որ միշտ պատրաստ չեմ եղել։ Միշտ հենց ինչ-որ բան է գալիս, ինչ-որ մի փորձություն, մի հատ հավաքվում եմ, գրված է հայերենով չեմ հիշում, «Кто зло страждет, пусть молится»։ Ու սկսում եմ աղոթել Տեր, ինչ անեմ, ոնց անեմ, Տիրոջ խոսքի մեջ եմ փտրում իր խոսմունքները, որ կարողանամ այդ հերթական փորձության մեջից դուրս գամ հաղթանակով։ Հերթական փորձությունը միշտ բերում է իր եւ ցավերը եւ մաքրում է ամեն տեսակի կեղտից, որովհետեւ միշտ փորձությունը հենց այնն չի։ Մենք պետք է հասկանանք, որ Հիսուսը հենց այնն չասավ քարքարոտ ու փշոտ է այդ ճանապարհը, այդ նեղ է այդ ճանապարհը։ Այսօր ժամանակակից եկեղեցում այդ մասին աշխատում են չասեն, որպեսզի մարդկանց տրամադրությունները չգցեն, բայց մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, որ Աստված մեզ միջև մեր կյանքի վերջը պիտի ձևավորի, մեր ներսի մարդը պիտի ձևավորի։ Իսկ ինչպես ձևավորի, եթե մենք ինքներս մեր հետ ծնվել ենք, ես չգիտեմ, որ կարող եմ ասեմ, ու մենք ինքներս մեզ ընքան սովոր ենք, որ մենք չենք տենում մեր տկարությունները։ Առակացի մեջ ասում է, եթե փորձության օրը դու պատրաստ չեղար, ուրեմն թույլ է ուժը, տկար է ուժը։ Ու երբ որ գալիս է մի ինչ-որ փորձություն, դա կլինի փոքրիկ, դա կլինի մեծ, դա գալիս է միշտ անսպասելի ու այդ կարա մի օր տևա, կարա մի ամիս տևա, կարա մի քանի ամիս տևա, Հոբինը մոտարապես 9-10 ամիս է տևացել։ Եվ այդ ընթացքում հանկարծ սկսում է
դրսևորվել քու այն բաները, որոնք դու կուշտ փորով ու առողջությամբ չէիր նկատում։ Բայց հանկարծ այս իրավիճակների մեջ Աստված քեզ ուղղում է քո հայացքը, ուշադրությունը ուղղում է այդ ինչ բանի վրա, որպեսզի դու դրանով գաս բժշկի մոտ, երկնային մեր բժշկի մոտ, հոգիների հոր մոտ։ Սիրելի քույր երեխաներ, հետաքրքիր է, որ ցանկացած նորմալ բժիշկ նախքան բուժելը պետքա ախտորոշում, հա, անալիզներ անի, որ ինչ որ ռենտգեն են անում, տոմոգրաֆիա են, մի խոսքով ցանկացած ժամանակներում այդ եղել է, որ պետքա ստուգեն, ցույց տան, ձեռ տան, հասկանան ինչը տեն բուժի։ Իսկ մենք փորձության ժամանակ կակրաս հանկարծ հասկանում ենք, որն է մեր ուժեղ կողմը, որն է մեր տկար կողմը։ Գումերտաու մեր քույրերից մեկը հետաքրքիր բան ասավ մի անգամ, ինքը արդեն մոտ 29 տարի է հավատքի մեջ, ամենաառաջի հավատաց շատ նվիրված քույրի կա, շատ նվիրված, ու հետաքրքիր բան ասավ Վարդան եղբայր, ասավ ես նկատել եմ մեր ընտանիքի մեջ ամենածանր հիվանդությունների մեջ մենք անցնում ենք, ես անցնում եմ տիրոջը փառաբանելով, մի գրամ չեմ շեղվում, փառք եմ տալիս, ամրանում եմ, առողջության հարցով ոչ մի պրոբլեմ չկա, որ ինչ-որ մի բաներ ալնում ենք անցնում ենք, բայց ասում եմ նկատել եմ մի բան իմ մոտ տկար, հանկարծ որ փողը քիչ անում է, չէ, ոտներս թուլանում ասում եմ, ես ասում եմ, հենց կասկածանքների մեջ եմ ընկնում, հենց պանիկայի մեջ եմ ընկնում, հենց գիտեմ վաղը արդեն սով է գալու, ու ես մի կարտոլ էլ չեմ ունենալու ուտել։ Ասում եմ հասկանում եմ, որ դաժե այն ինչ որ հմի մեր տանը ունենք, հեչի պես կես տարի սովից չեն կոտորվի։ Սեփական տուն է իրանց, բաներ ունեն։ Ասում եմ, բայց հենց փողը զգում եմ, որ քիչացավ, արդեն լուրջ լկլկոստ եմ ընկնում։ Ու ասում եմ, այս 20 քանի տարվա մեջ Աստված ամեն անգամ տարբեր ձևերով իմ հայացքը ուղղել է, ու ես ասում եմ, վերջերս լուրջ սկսել եմ աղոթել, որ Տերը ինձ սովորեցնի վաղվա օրը իրան ապավինեմ։ Սիրելի քույր երեխաներ, Տերը ուզում է, որպեսզի, գիտեք, եթե փորձությունը մարդու կյանքի մեջ կրկնվում է, նույն ձև է, ուրեմն դա հիմարության հետևանքն է։ Ուրեմն դա սխալի հետևանքն է, այսինքն դա ասուչի ուղարկված, ռուսական սենց ասացված կա, наступает на одни и те же грабли. Մի անգամ լսեցի ասում, нет, он грабли с собой таскает. Այսինքն անընդհատ այդ նույն սխալները, նայում ես մարդը անընդհատ պարտքերից դուրս եկավ ու էլի պարտքերի մեջ ընկավ, ոչ թե որ լվացքի մեքենան էր փչացել կամ սառնարանը ստիպված եղան, այլ որովհետև հենց մի քիչ առանց պարտք սկսում ապրել, խառնվում է իրար, սովորել է այդ նագրուսկի տակ, պարտքի սովորել է ապրելը, կատակ չեմ անում, ես անձամբ ճանաչում եմ շատ լավ եղբայրներ քույրեր, որոնք հանկարծ պարտքները որ քիչանում է, վազում են կրիդիտ ու ասում է, չէ, բանա, սենց հեշտ ապրել ասում է, որ ինձանից վեր են ունեմ, ես էլ ինչի համար եմ ես ամեն ինչ ասում, սիրելի քույր երեխաներ, Տերը օրհնի տա մեզ իմաստություն, որպեսզի ինչ ուզում է մեր կյանքի մեջ լինի, մենք կարողանանք ամուր կանգնենք ու մեր սրտերը պարզ բերենք Տիրոջ առաջ։ Այսօր ուզում եմ կարդամ Հովհաննես ավետարանի 21-րդ գլխի 18-րդ խոսքից։
Հովանես Ավետարանի 21-րդ գլխի 18-րդ խոսքից։ Բերեք ռուսերենով կարդամ։ Истинно говорю, это հիշում եք, չէ, որ Պետրոսին Հիսուս ասավ, սիրում ես ինձ, ինքը ասում էր, հա, ու դրանից հետո Հիսուսը ինչ ասավ։ Истинно говорю тебе, когда ты был молод, то припоясывался сам и ходил куда хотел. А когда состаришься, то прострешь руки твои, и другой припояшет тебя и поведет куда не хочешь. Сказал же это, давая разуметь, какою смертью Петр прославит Бога. И сказав сие, говорит ему, иди за мною. Петр же, обратившись, видит идущего за ним ученика, которого любил Иисус, и который на вечере, преклонившись к груди его, сказал, Господи, кто предаст тебя? Его увидев, Петр говорит Иисусу, Господи, а он что? Иисус говорит ему, если я хочу, чтобы он прибыл, пока приду, что тебе до того? Ты иди за мной. Քեզ ինչ, դու իմ հետևից արի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ես ուզում եմ մի քանի բան այս խոսքերի մեջից կիսվեմ ձեր հետ, որպեսզի մեր հայացքը ուղղված լինի Հիսուսին եւ մեր նվիրվածությունը Հիսուսին երբեք կախված չլինի մեր կողքերում ով է կանգնած, ով է ընկնում, ով ուր է գնում, որպեսզի մեր ծառայությունը, մեր նվիրվածությունը միայն ու միայն Հիսուսին նայենք, Հիսուսից կախված վիճակի մեջ լինենք։ Սիրելի քույրեր, նախ հետաքրքիր է, որ Հիսուսը այստեղ ասում է, որ Պետրոսին ասեց, թե ինչ մահով է ինքը Աստծուն փառավորելու։ Շատ հետաքրքիր խոսքեր է։ Գիտեք, ընդհանրապես մարդու մտածելակերպը հատկապես մեր ժամանակներում մարդիկ Աստծուն են դառնում ոչ թե հավիտենական կյանք ունենան, ոչ թե մեղքերից ազատագրվեն, ոչ թե իրենց արարչի հետ մտերիմ հաղորդակցության մեջ մտնեն, այլ որ իրանց կյանքը դասավորվի, հայերի ասած, որ իրանց բախտը բերի, որ հաջողություն լինի ամեն գործի մեջ եւ ամեն ինչ նորմալանա։ Բայց հանկարծ Հիսուսը իր առաքյալի ասում է, որ դու առայժմ երիտասարդ ես, ուր ուզում ես գնում ես, ինչ ուզում ես անում ես, կգա ժամանակ, որ ձեռքերդ կպարզեն, կկապեն ու կտանեն ուր չես ուզում։ Եվ սա ասելով Հիսուսը ցույց տվեց, թե ինչ մահով է Պետրոսը փառավորելու Աստծուն։ Մենք կարող ենք Տիրոջը փառավորել ոչ միայն կյանքով, այլև մահով։ Մենք իհարկե մահ չենք փնտրում։ Քրիստոնյաները դրանք կներեք ես խոսքիս համար ամենապերված մարդիկ են։ Հանկարծ մի հատ հիվանդություն սկսում են աղոթեն, որ բուժվեն։ Դա նորմալ է, դերն է սովորեցնել։ Այսինքն քրիստոնյաները հենց հիվանդանում են, չեն ասում, մահ արի ինձ տար։ Սկսում են աղոթել։ Ոչ միայն քրիստոնյաները, այլև իրանց մտերիմ քրիստոնյաները։ Մի անգամ մի քույրիկ հետաքրքիր բան ասավ։ Ասում այնքան կաղոթեն, որ ապրի, բայց որ սկսում ապրելա կյանքը ուտում։ Այսինքն ոչ ապրել են տալիս, ոչ մեռնել են տալիս։ Հիշում եք են քույրիկը գործ կարակելոցից, որ մահացավ, այցեն, հա, կիսապրատահագին գործ էր ուներ։ Սա խառնված ցույց է տալի Պետրոսին կտան, ադա սոտևի չկար է, որ զանգեն Պետրոսներ ավտո գնացին, դա երկար ժամանակ տևեց, մոտակա բնակատեղից Պետրոսին բերեցին, ու գրված է բոլորը ցույց էին տալիս, դու պատկերացնում եք, դա մի օր ավել տևել է, դա հենց են արագ չի,
իսկ այդ քույրիկը հիմի երկնքներում արդեն всё պատրաստվել էր, տապочкեք էր հագել, արդեն պատրաստվել էր մոր մտնի վայելի, նենք է հանկարծ Հիսուսն ասում է իջի, գնա, ընդեղ ինքը հազիվ պրծել էր սավից։ Դուք պատկանում եք հարություն առավ իրիկու նեքան ասին, այցենիկ ջան, այս կիսա դուք դամյատ դավայ շարունակի։ Կան քույրիկը լավ ացավ, որտեղ իր արհեստն է նման, պրծում չկա։ Մերես արտելի կարող ա եղել ու ես հիշում եմ, որ նույնիսկ գիշերները կարը մեր ու պրծում չկար, հայս բարեկամ, հայկական բարեկամներից պրծում կլի։ Ասում եմ մամ գնա քնի չի այլ տղա ջան, առավոտը գործի եմ, կոֆեր խմում ու կարım, ու ինչի մանեմ ասում, սիրելի քույրեր եղբայրներ, ամբողջ հարցը սրա մեջ է, որ Աստված ուզում է, որպեսզի մենք միշտ պատրաստ լինենք Տիրոջը ծառայելու, Տիրոջ հետևից գնալու, չնայած մենք չգիտենք ինչ մահով ենք գնալու այս երկրի վրայից, հիվանդության միջոցով, ես չգիտեմ ինչ որ բանի հալածանքի միջոցով, բայց մենք պետք է պատրաստ լինենք, շարունակենք Հիսուսի հետևից գնալը։ Պետրոսը ասում է Տեր, բա սա ինչ, Հովհաննեսի մասին, ասում է ինչ քեզ ինչ ինքը, դու իմ հետևից արի, что тебе до него, ты следуй за мной։ Տերը ուզում է, որպեսզի մենք հասկանանք մի կարևոր բան, մեր կյանքի մեջ ինչ էլ որ կատարվում է, դա ցույց է տալիս, որ Տերը ուզում է տեսնի մենք առանց շրջվելու, առանց ուրիշի նայելու իր հետևից գնալու ենք, թե չէ։ Թե մենք թողնելու ենք, նայենք, թե այս ինչ եղբայրը ընկավ։ Ես մի անգամ էր եկեղեցում բաշկիրը ասեցի, եթե ոմանք փառք ասու, ոչ շատերը փառք Տիրոջը, բայց ոմանք ուրախ կլինեն, եթե տեսնեն, որ հանկարծ հովիվին ծխելիս, կամ խմած, կամ բան, կասել, սաղին ասում էր ինքը անմա, ուրեմն իրան կարելի է, ինչ չի կարելի, որտեղ մարդիկ շատ անգամ դիմանում են, քանի դեռ ասու վախ կա, ու իրանք տենում են, որ իրանց կողքի մարդիկ կանգուն են հավատքով, ու հանկարծ մեկ էլ ընկնում է, հիշում եք, երբ որ Դավիթը մեղ գործեց, և սկսվեց հարվածը Իսրայել ժողովրդի, ու հազարներ, քանի հազարներ մահացա։ Ես, որ առաջի անգամ կարդացի ու երկար տարիներ, դա չէի հասկանում, ասում էի Տեր ջան, ինչ մեղք ունեն ժողովուրդը, Դավիթը մեղք է գործել, հարվածը նրանց է գալիս։ Մի անգամ Տերը ցույց տվեց, որ այդ մարդիկ, ովքեր հարվածի տակ ընկան, նրանք մեղքի մեջ ապրող մարդիկ էին։ Պարզապես Դավիթի հավատարմությունը, աղոթքները, բարեխոսությունները պահում էր այդ մարդկանց։ Ոնց որ Աստված Աբրահամին ասավ, նույնիսկ եթե 10 հոգի էլ մի առկա, կպաշտպանեն։ Դավիթի հավատարմությունը, բարեխոսությունները, ոնց որ Ռուսերենից խոսքավ պրալոմի, ոնց որ Դավիթը կանգնած էր, աղոթում էր իր ժողովրդի, որովհետև Դավիթը ոչ միայն թագավոր էր, այլև հովիվ էր։ Եվ Դավիթի սրբությունը, Դավիթի նվիրվածությունը օգնում էր, որ այդ մարդկանց Տերը շնորհ աներ ու ողորմություն ու շանս տար, որ նրանք փրկվեին, բայց երբ որ Դավիթը ընկավ, նրանք սկսեցին հարվածի տակ ընկան։ Սիրելի քույրեր, եղբայրներ, նույն բանը կատարվում էր Մովսեսի ժամանակ։ Աստված հարվածեց, մինչև Մովսեսը բարեխոսություն էր անում, որ Տերը փրկի։ Տերը առատապես օրհնի ամեն մեկիս,
որպեսզի մենք հասկանանք մի կարևոր բան, կապ չունի ով է նվիրված, ով չի նվիրված, ով ընկավ, ով եկավ, ով չեկավ հավաքույթի, ով ծառայեց, ով չծառայեց, ով է իր կոչումի մեջ, ով չի իր կոչումի մեջ, ամեն մեկս գրված է, каждый, Ռուսերենով ասում, каждый за себя даст отчет, ամեն մեկը, եւ այնտեղ չի լինելու, որ հարևանս էր մեղավոր, եկեղեցու էս էր մեղավոր, են էր մեղավոր, մեզ հենց էին անում, նենց է, գիտեք, ամեն մեկը իր հավատարմությունը պետք է ցուցաբերի իր կյանքի մեջ։ Ես ընքան կուզեի, որ ամեն քրիստոնյա լուրջ խորհի ու աղոթքով գա Տիրոջ առաջ ու հարցնի Տեր, իսկ ինչի համար ես դու ինձ կանչել։ Ես ինչով քեզ պետքա ծառայեմ։ Բացի եկեղեցի գնալը, քեզ ինչով պետքա ծառայեմ, որն է իմ կոչումը։ Գիտեք ինչ, ես նայում եմ մեր եղբայրներին, ասենք մեկը պլիտշնիկ այն, կաֆել շարող, պլիտկա շարող, այն մեկը քարփիչ շարող, այն մեկը եվրոռեմոնտանող է։ Նայում եմ եղբայրներին, իրանք անընդհատ գործ են ման գալիս, որ գործ ունենան։ Կապ չունի այս հասցեով է, այն մյուս քաղաքով է, ընքան գործ էր մի նորմալ, իրանք գնան, այդ իրանց արհեստն է, իրանք ուզում են գնան, այդ իրանց արհեստը օգտագործեն, մի բան սարքեն, մի բան անեն ու գումար աշխատեն։ Երանի թե քրիստոնյաները նույն ձևի գտնեին ինչի համար է Տերը իրանց կանչիր, ինչ ընդունակություն է գրված է, որ մենք ընդունակ չէինք, мы были не способны служить, но Бог дал нам способность быть способными, Бог нам дал быть способными служить служителями Нового Завета. Այսինքն Տերը մեզ տվել է այդ ընդունակությունը նոր ուխտի մեջ ծառայենք Տիրոջը։ Ընքան կուզեի, որ ամեն մեկը գա Տիրոջ առաջ ու ասի Տեր ջան, ինչ կուզես, որ անեմ ես։ Պողոս առաքյալը, երբ որ Հիսուսին հանդիպեց, դա երկու հարց տվեց Տիրոջը։ Ու այդ երկու հարցը դա մեր ամբողջ կյանքի ընթացքում պիտի շարունակվի։ Ամբողջ, ես մինչև հիմի անընդհատ այդ երկու հարցերը այսպես թե այնպես տալիս եմ։ Առաջի հարցը Պողոս առաքյալը տվեց, ով ես դու Տեր։ Այսինքն մենք պետք է անդադ ուզենանք Աստծուն ճանաչենք, ով է այն Աստվածը, որին մենք պաշտում ենք, որին մենք ծառայում ենք, որին մենք նվիրվում ենք, որովհետև սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ։ Միթե հետարքիր չի, որ Աստծուն ենք մենք պաշտում, ծառայում, միթե մեզ հերիքա, որ ինչ-որ մի տեղ երկինքներով բարի մի հատ պապիկ Աստված երեխեքին ոնց են բացատրել, որ ինքը ստեղծել է մեզ ու Տերը օգնի, որ մենք ստեղ լավ կյանք ունենք։ Միթե դա է, միթե մենք չենք ուզում ճանաչենք Ադամի ու Աստծո մեջ ամեն առավոտ գրված է գալիս էր ու նրանք հաղորդակցում էին։ Աստված իրեն հայտնեց գրված է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Գիտեք, շատ ցավալի է, ասում եմ, բայց դա անընդհատ շարունակվում է, որ այսօր քրիստոնյաներին ունեն լիքը գիտելիքներ, YouTube-ը օգնական, լիքը գիտելիքներ, բայց Աստված ճանաչողություն, Պողոս առաքյալն ասում է, к стыду вашему говорю,
некоторые из вас не знают Бога. Ձեր ոնց որ ամաչեցնելու համար եմ ասում, ոմանք ձեզանից ասում չեն ճանաչում։ Որպեսզի մենք ճանաչենք ասում, մենք պիտի ճանաչենք Հիսուս Քրիստոսին գրված խոսքերի մեջ, ավետարանի մեջ։ Հիսուսն ասավ, քննեցեք գրքերը, նրանք իմ մասին են ասում։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ես ուզում եմ կոչ անեմ, որ մենք անընդհատ ծարավ լինենք, Աստծուն ավելի ու ավելի ճանաչենք։ Որ մենք մեր մենակության մեջ գանք իրան ու ասենք Տեր, ուզում եմ քեզ ճանաչեմ։ Գիտեք, դիվանին նստած Աստված չի բացվում։ Հոբը հիշում եք ասուն ինչ ճանաչեց։ Ճիշտ է, շատ մեծ ցավերով անցավ, բայց երբ որ Աստված բացվեց նրա, ու մենք կարդում ենք, թե Աստված ոնց է խոսում, Հոբը չուներ այդ ճանաչողությունը, ասում է ես աշխարհի ամենաարդար մարդը այդ ժամանակվա, ասում է ես քո մասին մենակ լսելով էի լսել, բայց քեզ չէի ճանաչում, իսկ հիմա իմ աչքերս են տեսնում։ Հոբը սկսեց ասուն ավելի ճանաչել։ Այնքան կուզեմ, որպեսզի մենք կարողանանք նստենք ու ասենք մեր Աստվածը այսպիսին է, ու սկսենք թվարկենք ինչպիսին է մեր Աստվածը։ Որովհետև մարդկանց Աստված սահմանափակված է միայն տուր, օգնի, հաջողություն տուր, օգնի, փրկի եւ այլն։ Չեմ կարծում, որ որից է մեկը կուզի ապրի մի կնոջ հետ կամ մի ամուսնու հետ, որը իրանից մենակ ուզում է, որի հետ ոչ մի հաղորդակցություն, հարաբերություն չկա։ Երկրորդ հարցը, որ Պողոս առաքյալը տվեց, ասավ Տեր, ինչ կուզես, որ անեմ, ինչ անեմ ես, ինչ անեմ ես, այդ հարցը կուզեմ, որպեսզի մենք էլ անհանգստանանք ու աղոթենք Տերոջը, ասենք Տեր, ինչ կուզես, որ անեմ։ Գիտեք, տարբեր ժամանակներում Տերը տարբեր բաներ ուզում անել։ Մի հատ փոքրիկ օրինակ եմ ուզում բերեմ, որ մեծ հավատարմության օրինակ է։ Շատ անգամ Տիրոջը ծառայելը մեզ համար, գիտեք, ամեն անգամ մի նոր բանով ծառայելն է, չէ։ Նույն կնոջը ունենալ կյանքի մեջ դա հավատարմություն է։ Նույն ամուսնուն ունենալ կյանքի մեջ դա հավատարմություն է։ Փոխելով չի, նորությունով չի։ Հավատարմությունը, երբ որ դու մի բանի մեջ, որի մեջ քեզ Տերը դրել է, դու դրա մեջ հավատարիմ ես։ Տեսեք հետարքիր, հիշում եք բանը Հովհաննես Մկրտչի հայրը Զաքարիա էր, չէ՞։ Հետարքիր բան հայրամասնում։ Նախ գրված է, որ նա շատ արդար մարդ էր, չէ՞։ Հովհաննես առաքյալը չէր կարող ծնվել ամբարիշներից։ Նաև կինը արդար էր։ Իր ամբողջ երիտասարդության մեջ նա աղոթել էր, որ Տերը իրան որդի տա եւ չէր ծնվել։ Ու իր մասին գրված է, որ նա այդ ժրեբին, որ գցում են, հայերեն ոնց է, վիճակ էին գցում։ Դուք պատկերացնում եք մի քանի քահանա, ինքն էլ հետը ներկայանում էին, այդ վիճակը գցում էին, ով է այսօր ծառայելու։ Ինքը չէր գալի ասում, դա սպասեք, բերեք, ես եմ ծառայելու, գալիս էր խելոք սպասում։ Գցեցին վիճակ եւ իրա ժրեբին իրան ընկավ, ինքն էլ գնաց ծառայելու, իր գործը ինքը գիտեր։
ու որ կարդում ես մի քիչ սենց, գիտեք ինչ, հանգիստ, խաղաղ, նալատկարած ծառայություն էր, բայց ինքը միշտ իրա տեղում էր, ինքը միշտ իրա ծառայության մեջ էր, ինձ ամենաշատը հիացնում է, որ նա իր ամբողջ կյանքի մեջ, արդեն տարիքով ինքը մեծ էր, երեխա էր աղոթել, որ Տերը տա ու չէր ստացել, գիտեք ինչ դժվար է չստանալով հավատարիմ մնալ Տիրոջը, ստանալով հավատարիմ եղնելը ավելի հեշտ է, ստիմուլ կա, իսկ որ ամբողջ կյանքը աղոթել է, միակ բանը, իսկ Իսրայելի մեջ, երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, մենք տեսնում ենք, որ ովքեր որ չբեր էին, այսինքն երեխա չեն ունենում, դա համարվում էր, որ նրանք անեծքի տակ են, համարվում էր, որ նրանք մեղքի մեջ են, ոբշեմ, համարվում էին, որ ինչ որ բան այն չի։ Եվ նա երբեք չէր ունեցել երեխա։ Ինձ հետաքրքիր է, որ մի կին ուներ ինքը, շատ բաներ թույլատրվում, չէ՞, բայց մի կին, Ելիսաբեթը, այդ մի կնոջը, տղամարդը քրիստոնյա չի, մի կնոջով կապված չի, ըստ Տիրոջ օրենքով կարար ինքը, ասենք, կին ունենար, երեխա չունի ամբողջ կյանքը, մարդու մար երեխեն շատ կարևոր է, բայց չի ունեցել, ու հավատարիմ իրա կնոջը, իրա Տիրոջը, հավատարիմ շարունակում է ծառայել եւ Տերը տեսավ նրա սիրտը, որ նա հավատարմությամբ ծառայում էր Տիրոջը, գիտեք, սարեր չէր շուր տալի, գալիս էր իրա օչերեդը ընկնում էր, ինքը գնում էր ծառայությունը անում էր, որ ասեմ մի հավատքի պայթուն էր, չէ, հրեշտակը դեմը կանգնել է, հրեշտակը, մարդ չի, հրեշտակը, ասմա քեզանից պետք է ծնվի, ասմա բավոնց պետք է ծնվի, ես մեծ եմ, կոպիտ ասած զահլեն ենք անտարավ հրեշտակի, բերանը պապանձացվեց, որ էլ չխոսա, ճաշ չկար, նա ասմա, սելիքուր էր եղբայրներ, բայց այդ հավատարմությունը ինչ անեն Տեր, մենք շատ անգամ մտածում ենք, որ ասում պետք է, որ մենք սենց մեծ հավատք ունենանց, մեծ բաների, ասումար ամենակարևորը մեր հավատարմությունն է, մեր ունեցածի մեջ, քչի մեջ, Հիսուսը Պետրոսին ասավ, քեզ ինչ, նրա հետ ինչ ծրագիրներ ունեմ, կարող է Հիսուսը, որ միջև իմ կալը բնա, դու իմ հետևից արի, ու այսօր ես ուզում եմ դիմեմ բոլորիս սելիքուրի եղբայրներ, առաջի հերթին դա ինձ հավերաբերվում, եկեք փնտրենք մեր կոչումը, եկեք փնտրենք ինչով ծառայենք Տիրոջը, եկեք փնտրենք ինչպես ու որտեղ մեր հավատարմությունը ցուցաբերենք մեր Տիրոջը, եկեք փնտրենք ճանաչենք մեր Աստծո, Պետրոսին Հիսուս ասավ, դու իմ հետևից արի, եկեք Հիսուսի հետևից գնանք, նրան նման քայլեր անենք, որպեսզի մեր կյանքի մեջ, սա ինձ համար հենց այնց խոսքեր չի, հույսով եմ ձեր համար ես ելիքուր երեխաներ, Տերը կուզի, որպեսզի մենք իսկապես փնտրենք իրա երեսը ու ուզենանք ծառայենք իրան մեր ամբողջ սրտով, հավատարմություն ցուցաբերենք, հուսահատությունը մի կողմ գցեք, եթե որից է մեկը ձեր մասին վատ կարծիք ունեք, եկեք իրար հետ դամ քաշենք, ես էլ ունեմ այդ վատ կարծիքի մասին, Պողոս Արաքյանն ասում է, ինչ որ եմ, Տիրոջ շնորհով եմ, Տերը թող օգնի, որպեսզի իրան ծառայենք, իրան նվիրվենք, իրա հետևից գնանք ու երբեք
չնայենք ինչ որ մեկի պատճառով չսայթակենք, ինչ որ մեկի պատճառով տորմուզ չլենք, չդանդաղենք, այսինքն միշտ գնանք Տիրոջ հետևից, միշտ ճանաչենք իրան ու միշտ ծառայենք Տիրոջը, չնայած բոլոր կողքի վերուվար հոգևորներին։ Եկեք որ չի կանգնենք սիրելի